մեդիա։ Թեհրանի եւ Իրանի տարբեր քաղաքների փողոցներում հավաքվել են բազմաթիվ մարդիկ, պահանջելով Իսրայելին պատասխան ռազմական միջոցներով։ Այս պահին միանանք Թեհրան, զրուցելու եմ Ալիկ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ։ Բարի երեկո, պարոն Շահնազարյան, դուք ինձ լսում եք։ Բարև ձեզ, այո, ես լսում եմ ձեզ։ Պարոն Շահնազարյան, խնդրում եմ կասեք, թե ինչ վիճակ է այս պահին Թեհրանում, մասնավորապես մայրաքաղաք Իրանում, ավերածություններ կան եւ դրանք ինչ չափի են, ինչ մասշտաբների են։ Պետք է նշեմ, որ լարվածություն այո կա հասարակության մոտ, բայց այնինչ որ փորձում են որոշ լրատվամիջոցներ, մանավանդ պրոիսրայելական լրատվամիջոցները ներկայացնել, թե ուճապ կա, ճգնաժամ կա հասարակության մոտ, դրանք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Հասարակությունը միանշանակ սպասողական վիճակում է, փորձում է տեսնել, թե զարգացումների ընթացքը ինչպիսին կլինի, բայց ապրում է իր նորմալ կյանքով։ Ավերածություններ այո կան, այդ թիրախները, այդ շենք-շինությունները, որտեղ փորձել են թիրախավորել Իրանի բարձրաստիճան հրամանատարության ներկայացուցիչներին եւ միջուկային գիտնականներին, այո, այդ շենքերը խոցվել են, այդ շենքերում կա ավերածություններ, բայց որ պատկերացնել, թե քաղաքի ինչ-որ մասերում թաղամասեր ավերվել են, ինչպես ասած փորձում են ասել հողին հավասարվել են, չէ, նման բան չկա, այդ շենքերում է ավերածությունը Թեհրանում։ Պարոն Շահնազարյան, ինչ կորուստներ ունի Իրանը ստրատեգիական նշանակության, ինչ օբյեկտների է հարվածել Իսրայելը, նաև բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ են սպանվել։ Այո, այդ առումով Իրանի կորուստը ծանր է, որովհետև խոցել է Իսրայելը Իրանի բարձրաստիճան զինվորական ամենաբարձր ներկայացուցիչներից մի քանիսին, ինչպես նաև միջուկային ծրագրում ներգրավված առանցքային դեմքերի, գիտնականների, իսկ օբյեկտների առումով նաև կարող եմ ասել, որ լուրջ բան է տեղի ունեցել, խոսքը գնում է երկու ռազմաբազայի, օդուժի երկու ռազմաբազայի, Թավրիզի եւ Համադանի ռազմաբազաների դեմ գործողությունների մասին, որոնք առանցքային մարտավարական նշանակություն ունեն երկրի արևմտյան օդային տարածքի պաշտպանության համար, խոսքը գնում է հոբ համակարգերի դեմ խափանարար գործունեության մասին, որոնց ռադարները եւ համակարգերը մի մասը շարքից դուրս են եկել եւ իդեպ արդեն հայտարարվել է, որ դրանք արագորեն փոխարինվում են։ Խոսքը գնում է նաեւ Քերմանշահի եւ Խորամաբադի հրթիռային բազաների դեմ գործողության մասին, որ բնականաբար դրանք վնասվել են, ինչպես նաև ատոմային կենտրոնների, մասնավորապես Նաթանզի ուրանի հարստացման կենտրոնի դեմ գործողությունների, Արաքի կենտրոնի դեմ գործողությունների եւ Ֆորդոյի դեմ գործողությունների։ Սրանք այնուամենայնիվ կարելի ասել, որ լուրջ հարվածներ էին Իրանի այդ ստրատեգիական նշանակության օբյեկտների դեմ, բայց այնպես չէ, որ դրանք շեշտեմ վերացել են, ոչնչացվել են, չեն կարող այլևս գործել, նորից շեշտում եմ, Իրանը շատ արագ փորձում է վերականգնել կորուստները։ Պարոն Շահնազարյան, իսկ մարդկանց մոտ ինչ տրամադրություն է, որովհետև տեսանյութեր էին տարածվել, որտեղ որ բազմաթիվ մարդիկ հավաքվել էին, ցույցեր են անցկացնում եւ Իրանից պահանջում են պատասխանել Իսրայելին ռազմական ճանապարհով։ Պետությունը այս ամենին ինչպես է արձագանքում։ Պետությունը բնականաբար շատ դրականորեն է արձագանքում այս բոլորին, այո, այսօր առավոտ կանուց արդեն այդ հավաքները սկսվել էին, տարբեր քաղաքներում բազմահազարանոց հավաքներ են տեղի ունեցել, դրանք կրում են ընդգծված հայրենասիրական բնույթ, դա իրանցի ժողովրդի, իրանական ժողովրդի ինքնասիրության խոցում էր, հարված էր ինքնասիրությանը եւ դա մեծ սխալ է Իսրայելի կողմից եւ այո, հասարակությունը պահանջում է համարժեք, համաչափ, ինչ որտեղ նաեւ շատ ավելի ցավոտ հարված, իսկ պատասխան հարված Իսրայելին։ Դա միանշանակ է։
Պարոն Շահնազարյան, հայ համայնքում ինչ վիճակ է, հայկական թաղամասերը, կառույցները հայտնվել են Իսրայելի թիրախում։ Հայկական համայնքում բարեբախտաբար մենք կորուստներ չունենք, վիրավորներ, տուժածներ եւս չունենք, ոչ հարվածները հեռու են եղել այն թաղամասերից, որտեղ հայկական համայնքը կենտրոնացած է եղել։ Հայկական համայնքը նույնպես իրանական մեծ հասարակության անկախտելի անբաժան մի մասնիկն է, ապրում է նույն հոգսերով, նույն խնդիրներով, նույն ոգևորությամբ, ես կասեի, այդ ամբողջը նույնն է։ Իրանահայ համայնքն էլ իր բնականon կյանքում ապրում է, բնականաբար մեր իրանահայ հայրենակիցների մոտ եւս կա որոշակի լարվածություն, սպասողական վիճակ, թե ինչպիսի զարգացումներ կունենան ապագա իրադարձությունները, բայց կրկնեմ, ինչպես իրանական հասարակության մոտ, իրանահայ համայնքի մոտ եւս կյանքն ընթանում է իր բնականon հունով, որևէ բան այդ առումով չի փոխվել։ Պարոն Շահնազարյան, զոհերի, վիրավորների մասին որևէ պաշտոնական տվյալ կա եւ արդյոք վիրավորներին կարողանում են պատշաճ բուժօգնություն հասցնել։ Միանշանակ բոլոր վիրավորներին պատշաճ անհրաժեշտ բուժօգնությունը առաջինից վայրկյանից տրամադրվել է, նրանք, որոնք անհրաժեշտ է հոսպիտալացվել են, զոհերի, վիրավորների թվի մասին տարբեր չափազանցված տեղեկություններ, խոսակցություններ կան, բայց այն ինչ որ խոսվում է ըստ երևույթի մոտ 50 զոհի մասին է, մոտ 50 զոհի մասին, պաշտոնական տվյալը այս պահի դրությամբ ես չգիտեմ, եւ 100-ից ավել վիրավորի մասին է բնականաբար խոսքը, շեշտեմ, ընդգծեմ, որ պետք չէ համացանցում տարածվող, մանավանդ սոցիալական ցանցերում տարածվող ոչ հավաստի տվյալներին ուշադրություն դարձնել։ Շատ շնորհակալ եմ, պարոն։ Ավելացնեմ նաև, որ այդ շենք շինությունները, որոնք խոցվել են, այդտեղ կային բազմաթիվ քաղաքացիներ, շարքային քաղաքացիներ, որոնք ապրում էին այդ համալիրներում եւ որոնք նույնպես դարձել են այս հանցավոր գործողության զոհերը, երեխաներ, կանայք, խաղաղ քաղաքացիներ, բնակիչներ։ Շնորհակալ եմ, պարոն Շահնազարյան, մենք կապի մեջ կլինենք եւ պարբերաբար կտեղեկանանք իրադարձությունների զարգացման մասին։ Հիշեցնեմ, ես զրուցում էի Ալիք օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ։